Կրկես է զվարճանք է մարդկանց համար, իսկ տառապանք կենդանիների։ Երբ լույսերը անջատում են եւ հանդիսատեսը հեռանում է, կրկեսը կենդանիների համար վերածվում է դժոխքի։ Բեմում ամեն ինչ գեղեցիկ է թվում՝ ժպիտներ, ծափահարություններ, հնազանդ վագրեր ու հեծանիվ քշող արջեր, բայց կուլիսների հետևում ամեն ինչ ուրիշ է։ Հայերի կենդանիները բնույթով հրամաններ չեն կատարում, նրանց սովորեցնում են ուժով եւ վախով։ Բարձր աղմուկը, վառ լուսավորությունը, բնական միջավայրից կտրվածությունները նրանց համար մեծ ստրես է։ Օրինակ վագրի ձագին սովորացնում են մնալ բարձրության վրա միս կերակրելով, երբ իջնում է մետաղական ձողով հարվածում են։ Ժամանակի ընթացքում նրան վախը ստիպում է, որ մնա բարձրության վրա։ 40 երկիր արդեն ամբողջությամբ արգելել է կենդանիներով կրկեսները։ ԱՄՆ-ում Նյու Ջերսի նահանգը առաջիններից էր, որ հրաժարվեց կենդանիներով ներկայացումներից, իսկ Կոստա Ռիկան արգելեց գետեի ու դելֆինների պահում շոուների համար։ Իսկ դուք մտածել եք, թե ինչ է սովորեցնում վայրի կենդանիներով կրկեսները ձեր երեխաներին։ Չեք կարծում, որ դաժանությունը դաժանություն է ծնում։ Այսօր արդեն կան կրկեսներ առանց կենդանիների, որտեղ գլխավորը ակրոբատիկան, տեխնոլոգիաներն ու մարդկային հմտություններն են։ Կուլիսների հետևում կախարդանք չկա, կա համակարգ, որտեղ մարդկանց զվարճանքը ավելի կարևոր է, քան կենդանիների ազատությունը։